մենք դժգոհ ունենք համ Yandex-ի, համ է պետությանը։ Պետությանը դժգոհ ունենք, որ 5% մուծում ենք, չգիտենք ինչի համար ենք մուծում։ Հիմա թող բացադրեն մարտին։ Դա մասով, իսկ Yandex-ին։ Yandex-ին է ահա որ շատ է տոկոսները, բացի հետ է տոկոսների շատ խափում է վարորդի։ Ամեն ինչում խափում է։ Օրինակ նայեք, 1000 դրամ հաճախորդ ցույց է տալիս, չէ՞, 1000 դրամ խոսքի։ Հասնում ես տեղ, մեկը 800 դրամ է ցույց տալիս։ Վարորդը ասում է, այս աշկերից թված, այս 800 դրամը։ Ինքը քաշում է հետ, որ հաճախորդի լավ երևա, որ քեզի սկզբից ցույց տա 1000 դրամ է, որ դու գնաս երկար ճամփեն։ Եթե չգնաս, տենաս 800 դրամը, կարող ասես, չեմ ուզում այդ համ, մեզ 800 դրամի համար։ Ինքը ոնց որ շահը գրգռի քեզի, բայց խափում է։ Հետո հետ է քաշում, մտածում ես, ասում ես, իմ աշկերին թված է էսի։ Դա հազվադեպ երևույթ է։ Չէ, բոլոր վարորդների։ Ասենք 200 ամեն օր գումար է քաշում առնում։ Բոնուսներից է հետ քաշում։ Հաճախորդը նստավ, հիմա շարժվեցին, կարա ինքը զանգի Yandex-ին, ասի չեմ շարժվել, իմ իդրամի հետ քաշել։ Ինքը առանց վարորդին զգուշացնելու հետա քաշում հաճախորդին տալիս է, օրվա ընթացքում վարորդը նայում է, ասում է, «Էս իդրամից էս փողը պակաս է»։ Զանգում է օնլայն տաքսի օպերատորին, ասում է, «Ինչի է պակաս է, ո՞րն է խնդիրը»։ Ասում է, «Դուք հաճախորդին չեք տարել»։ Ասում է, «Դուք գիժեք, եթե GPS-ով գնում է ավտոն, դուք նայում եք»։ Ես ասում եմ կարող է դադարք է գնացել։ Ասում եմ ես գիժեմ դադար գնամ հաճախորդի հասցե։ Տեսեք, ստե կարևորագույն մեղքն ինչու՞մ է կայանում, որ Yandex-ի օրինակն ենք վերում, որ շուկա մտնելով սկզբից 0% հադրույք էր, այնուհետև եղել է 7, այնուհետև եղել է 10, մի նվազագույնը 16.5։ Սկզբից 0-ա է։ Հա, հենց 0 նշեցի ես։ Ու այս պարագայում իր գործառույթն ունի իրականացնելու կառավարությունը, չգիտեմ, այնտեղ հակամենաշնորհային կարգավորման շրջանակներում, սպառողների իրավունքների կամ ծառայություն մատուցողների իրավունքների շրջանակում եւ ակնհայտ է, որ եթե մի կառույց, որը 7%-ով կարողանում էր իր գործառույթը իրականացնել, հիմի դարձել է նվազագույնը 16.5, բայց միջինացված 21%։ Ստացվում է, որ կամ կառավարության հետ իրանք ինչ-որ գործարքի են եկել եւ կառավարությունը իրենց արտոնյալ կարգավիճակ է տվել, կամ օրինակի համար կառավարությունում ոչ մեկ չկա, այսինքն այս մարդիկ տեղում չեն։ Բայց կա այստեղ մի հատ ուրիշ վարկած, որին ես ավելի շատ հակված եմ, եւ այս մարդիկ տեղում չեն եւ Yandex-ի հետ ամենայն հավանականությամբ աղբեր են իրանք։ Ու այդ երկուսի արդյունքում այս աղբերը ինչպես հա, մոտավորապես կարելի է օրինակ այս բարձի թողի վիճակը կարելի է գնահատել եւ օրթաղ են կամ կարելի է արդեն տղեկ դուք փայեք թե փայ չեք այդ գումարից, ինչքան եք ձեզի լեվի փող տալիս, բա որ չեն տալիս, քիչ եք հետևում այս խնդիրներին, շատ կարևոր մեսիջներ է դրանք հասկանում եք, ոնց կարա քո երկրում 100,000 վարորդի իրավունք ոտնահարվի ու դու ձայն չանես։ Իմ գնահատմամբ մշտական աշխատողները 40,000 են, ընդունենք 40,000-ի իրավունք ամեն օր ոտնահարվում է, դու պետություն ով ես։